Կոտայքի մարզի նոր Հաճն համայնքի Մրգաշենի դպրոցը նոր չէ, բայց հիմնանորոգված է։ Այն քչերից է, որը դեռ հնարավոր է եղել նորացնել։ Շահագործման հանձնվել է դեկտեմբերին։ Կատարված աշխատանքի որակից վարչապետն ընդհանուր առմամբ գոհ է։ Կառավարության անդամների ուղեկցությամբ նա շրջեց դպրոցում, մանրամասն հետաքրքրվեց, սովորելու ինչ պայմաններ են ստեղծված։ Համակարգիչներն ինչ հզորության են, ինտերնետի արագությունը որքան է, էլեկտրոնային գրատախտակներն ինչ հնարավորություն են տալիս։ Լաբորատորիաներն օգտագործվում են, թե ուղղակի կան։ Քանի հատ կոլբա է ջարդվել։ Չէ, շատ չէ, մի հատ կամ երկու։ Մի հատ, երկու հատ, ուրեմն քիչ եք օգտագործել։ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ արձանագրեց, որ եթե մինչև այս տասնամյակներ շարունակ դպրոցը լաբորատոր սարքեր ու նյութեր չի ստացել, ուսուցիչներին էլ ժամանակ է պետք աշխատանքում արմատավորված մոտեցումները փոխելու համար։ Վստահեցրեց, այդ հարցում կառավարությունն ու նախարարությունը նրանց կողքին են։ Մեզնից ով լինի, այսինքն չի եղել 30 տարի, մեկ էլ եկել է։ Ինքը այս պայի դրությամբ օտար նյութ է դասարանում։ Օտար նյութ է, ինչքան իրան դեռ պետքա դարձնել հարազատ պետքա դարձնել, իր հետ պետքա դեռ շփվել, հարաբերվել, բայց այդ պետքա գիտակցել, նեղվելու բան չկա։ Երեխաներին ասաց, քանի որ սկսել են լավ սովորել, դպրոցն էլ նորոգել են, որ էլ ավելի լավ պայմաններում ու հաճույքով ավելացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Ձեր լավ սովորելու համար է, որ նորոգվել է, որ լավ չսովորեք, չենք նորոգի։ Հիմա որ ավելի լավ սովորեք, էլ ինչ ունենք անել դպրոցը։ Թենիսի սեղան, հեծանիվ, գնդակներ, հեծանիվներ ունենք։ Ինչքան լավ սովորեք, դպրոցը այնքան ավելի լավը կդառնա, չէ՞։ Դպրոցն էլ, հետո դպրոցից հետո ձեր համայնքը, ձեր գյուղը, հետո ձեր պետությունը։ Ինչքան լավ սովորեք, ավելի լավը կդառնա։ Որն է ձեր պետությունը, գիտեք։ Շատ ապրեք, շատ ապրեք։ Ձմեռը տաք է եղել, չեք մրսել, էլի տենց եք նստած եղել սենյակներում, թե ավելի տաք հագնում են։ Շախմատի դասին վարչապետը տեղեկացավ, որ երեխաներից շատերն են որոշել չեմպիոն դառնալ։ Իմացեք, որ մենք էլ կուզենք, Հայաստանի Հանրապետությունը կուզի, որ ձեզնից մեկը, եթե երկուսը ավելի լավ, տղաներից մեկը եւ աղջիկներից մեկը դառնան աշխարհի չեմպիոն։ Բայց ձեր հայացքից զգում եմ, որ լուրջ եք տրամադրված։ Փաշինյանը հանձնարարեց հաջորդ անգամ դպրոցների ու մանկապարտեզների խոհանոցներ մտնելու համար համապատասխան արտահայտություն նախապատրաստել։ Մեզ սննդի անվտանգության տեսչական մարմինը իրավացիորեն դիտողություն է անում, որ մենք երբ որ գնում ենք դպրոցներ, մանկապարտեզներ եւ խոհանոցներ ենք մտնում, պիտի համապատասխան հաղորդում կպատրաստեք, որ Մրգաշենի միջնակարգ դպրոցում վարչապետին չգոհացրեցին մարզադահլիճի պայմանները։ Տնաշեններ, այսքան գործը արել եք, էլի եկել ստեղ հələ ինչ են արել։ Չէ, ձեզ չէ։ Սպորտի վրա, ֆիզկուլտի վրա խնայելը փաստորեն նոր բան չի, տենց ժառանգաբար մեզ եկել, այս հոյակապ դպրոցը բերել երկու սենց բանով, հանդերձանով եւ հանդերձանի չափի դահլիճով։ Զարմանալի բան է, էլի, զարմանում եմ։ Ասենք այդ երկիրը դպրոցը այն հատվածը տենց ամեն ինչ տեղը տեղին, այս հատվածը սենց ինչ որ չես հասկանում։ Ուշ է սարքել սա բանը չէ։ Իմ մտքով էլ անցավ, հա։ Իմ մտքով էլ անցավ։ Հետո կցել են, էս է։ Ամեն դեպքում ըստ Փաշինյանի հիմնանորոգման ծրագիրը ծառայում է նպատակին։ Մրգաշենում հետագա նպատակներից է երեխաների թվի աճի դեպքում նոր մասնաշենք ու մարզադահլիճ կառուցելը։ Թորմիկս էս երկու օր նկարվի մեր կարելի։ Հա, դու ես ուզում թե պապիկը հələ ճիշտն ասա։ Ճիշտ ասա, էլի։ Ուզում ես նկարվես, եթե ուզում ես արի, եթե չես ուզում մի արի։ Դպրոցի մոտ վարչապետին Մրգաշենի բնակիչներն էին սպասում։ Նրանց թվում նաև այլ հանդիպումներից ծանոթ դեմքեր։ Նոր Գեղի բնակավայրում Նուվո Վիլաժ ընկերությունը կառավարության աջակցությամբ հիմնել է 5.2 հեկտար պղպեղի ջերմատուն։ Տարբեր համի, տեսքի ու չափի բիբարներ են աճեցնում։ Տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ, ընդհանուր 20 տեսակ։ Փորձարկում են բիբարներից նաև մուրաբա ու ջեմ ստանալը։ Քաղցր կծուկ ջերմ մուրաբա։
Կառավարությունն ինչով է օգնում ու խանգարում, շրջայցի ժամանակ հարցրեց վարչապետը։ Պատասխանեցին աջակցությունը 10% սուբսիդավորման տեսքով է, խանգարելու հարցի պատասխանն էլ օգնելու մասին էր։ Շինթույլտվությունը թանկացել էր, մեղմացնող օրենքը նախորդ օրն ուժի մեջ մտավ։ Դա նշանակում է, որ պլաններ ունեք նոր կառուցել։ Մենք այս տարի պետք է սկսենք, բայց չսկսեցինք։ Հիմա այս 5 հեկտարը սա է, ունենք 6.5 ու ռակաբուծություն ենք դիմում։ Կա չէ ծրագիրը։ Իրենք շահառու են։ Անցած տարի ինձ համոզում են, որ դադարեցնենք այդ ծրագիրը, ասացի չէ։ Չէ, հիմա պետք է շարունակենք։ Սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական փոփոխություն է, որին կառավարությունը աջակցում է ու արդյունքը շոշափելի է, շեշտեց վարչապետը։ Հավելեց, արդյունքը որքան շատ լինի, կառավարությունն էլ այդքան կողոքեվորվի։ Բայց մենք նաև ինչ ենք ուզում ենք մեր գյուղացիները ովքեր աշխատում են, էլի հողի վրա տեսնեն այս ամեն ինչը։ Արձանագրեց այն գյուղատնտեսությունը, որը մեզանում ընդունված է մոտ ապագայում այդ ձևով այլևս չի լինելու։ Պղպեղի այս ջերմատանը պատմեցին, վնասատուների դեմ պայքարում են միջատներով։ Վերջիններս վնասատուների բնական թշնամին են, բայց բույսը չեն վնասում։ Այստեղ մի հատ անց կա, այդտեղից դուրս են գալիս ու բազմանում են։ Դուրսը չի վնասում, բայց վնասատուի բնական Հայաստանում բիբարի ամենամեծ այդ մորմա չէ՞ լինի։ Տրիպսը։ Ամենաբան թշնամին դա է։ Այստեղ մեղուներ էլ պահում են ծաղիկները փոշոտելու համար։ Բիբարների թուփը բարձրանում է մինչև 7 մետր։ Թփերը բերք տալիս են 1 տարի։ Այս ջերմատան օրինակով Փաշինյանը շեշտեց, եթե սկզբնական շրջանում ինտենսիվ այգիներում ու ջերմոցային տնտեսություններում հաճախ ագրոնոմները հրավիրվում էին դրսից, հիմա տեղի մասնագետների թվի աճ է նկատվում։ Հիմնանորոգվել է նաև Նայիրի համայնքի բուժականի մանկապարտեզը։ Այցի ընթացքում երկրի ղեկավարը նկատեց, դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունը գույն են բերել նախկինում մռայլ բնակավայրեր, ու այդ տրամադրությունը փոխանցվում է նաև ընդհանուր գյուղին։ Մանկապարտեզում 83 երեխա կա, շենքը նախատեսված է 120-ի համար։ Գյուղ եկող ճանապարհը այս տարվա ծրագրի մեջ է։ Վարչապետի հարցը կանխատեսելով պատասխանեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Այդտեղ շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա։ Այսինքն ստեղի այս հատվածի բնաշխարհը Հայաստանում էլ է տարբերվում։ Եվ որ ճանապարհները լավը լինեն, մարդիկ այստեղ շատ մեծ հոսքեր կգան։ Հետո շատ գողտրի կա այս տարածքները։ Նորոգումը գնահատելով Նիկոլ Փաշինյանը շինարարի կատարած աշխատանքը բարեխիղճ որակեց։ Կառավարությունը պատրաստվում է ռեյտինգավորել շինարարների կանաչ ցուցակ կազմել, որ հետագա կառուցապատումների ժամանակ նրանց առավելություն տրվի։ Մի հատ խնդրեմ կա։ Հələ երեխեքի տեղ կա։ Պետք է նկատի ունեմ երեխեքի թիվը ավելի այո։ Ճանապարհը աճել կա։ Եվ ուրախությամբ նկատեցի, որ նորակառույց տներ կան եւ կառուցման ընթացքում գտնվող տներ կան։ Այդ տեղացիներն են կառուցում, թե դրսից են։ Շատ ավելի լավ։ Բնակիչները տարբեր խնդիրներ ներկայացրին։ Փաշինյանը ասաց, գազի խնդիրը լուծման փուլում է։ Բնակավայրում ջրամբարի ռեսուրս կա, նաև տեղեկացրին հավաքվածները։ Կուսումնասիրեն կքննարկեն գոհունակությամբ արձագանքեց Փաշինյանը։ Դատավարությունները ձգձգվելուց դժգոհողներին էլ տեղեկացրեց, օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Նիստերը հետաձգելու իրավունքի չարաշահումը թույլ չտալու։ Բուժական, Արագյուղ, Քարաշամբ, Արսական, Բջնի զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը Բջնիի ամրոցն է, շեշտեց վարչապետը, բոլորին հրավիրելով տեսնելու պատմամշակութային այդ հուշարձանը։ Բջնին ենք գովազդում, ինչ անենք։ Տարածքը վերջերս հանրային գերակա շահ է ճանաչվել, պարիսպների շրջակայքից հեռացվել են ծառերը, տեսադաշտը բացելու համար։ Ամրոց տանող ճանապարհներն են վերականգնվել, բայց դեռ անելիքներն էլ շատ են։ Բարև ձեզ, մայրիկ ջան։ Ձեր ծառերի հետ ենք կռիվանում։ Դե բայց այն հները կտրել եք, նորերը տնգել եք, էս էլի աճելու է փակի Պարիսպը։ Ախր բերեք ձեր տունը լավ գնով առնենք։ Չեք վաճառում։ Պարիսպին տանք, էլի ամրոցին տանք։ Տեսեք, օրինակ խի ասա ստեղ, հարգելի բարեկամներ։ Օրինակ ինչի ասա ստեղ։
Ֆանտամ բնակավայրում Պիոն ընկերությունը կառավարության աջակցությամբ հիմնել է վարդի ջերմատուն 4.3 հեկտար։ Այստեղ վստահեցրին կառավարության ծրագրերը մոտիվացնում են ներդրումների համար։ Ջերմոցը 60 աշխատող ունի։ Մեծ մասի համար սա իրենց կյանքի առաջին աշխատանքն է։ 28 տեսակ վարդ են աճեցնում ու տարեկան առնվազն 6 միլիոն հատ ծաղիկ ստանալու ակնկալիք կա։ Առաջին վարդն արդեն բացվել էր։ Ուրա բայ այդ ծաղիկը։ Ցվետոչիկ ալինկի, ուրա։ Գնացին տեսան այդ միակին։ Կարելի է կտրել։ Այո։ Շնորհակալ եմ։ Գուշավեք ուղղակի փշերը սրա շատ վատն են։ Շատ լավն է, շնորհակալ եմ, մեծ պատիվ է։ Ներողություն եմ խնդրում կանանցից, չեմ նվիրելու ոչ մեկին։ Վարչապետին տեղեկացրին ջերմատունը կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով, հավասարները կան, ավելի լավը չէ։ Վարչապետի հաջորդ կանգառը Հրազդան համայնքի Քաղցի բնակավայրում էր, որտեղի դպրոցը նույնպես հիմնանորոգվել է։ Սովորողները 403-ն են, ուսուցիչները 26-ը, որոնցից 12-ը կամավոր ատեստավորում են անցել, 7-ը ունի նաև տարակարգ։ Դպրոցում 612,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ, նստեք։ Բարև ձեզ, ինչ դաս է։ Ուսացնես եք մեզ մոտ։ Շատ լավ։ Լավ գիտեք ռուսերեն։ Լավ եք սովորում։ Պետք է օտար լեզուներ շատ սովորել։ Ասացվածքը գիտենք, չէ՞, քանի լեզու գիտես։ Ահա, իրապետում եք գործին։ Ձեզ դուր գալիս է ձեր նորոգված, ոչ թե նոր։ Շատ լավ, շնորհավորում եմ։ Այստեղ վարչապետը գույների պակաս տեսավ, առաջարկեց նկատի ունենալ, իսկ ֆուտբոլի դաշտից դուրս գալու ժամանակ երեխաները անսպասելի սկսեցին երգել Հայաստանի օրհներգը։ Շատ ապրեք։ Վարչապետին սպասող բնակիչները տարբեր թեմաներից խոսեցին։ Կատարված աշխատանքից բացի թվարկեցին անելիքները։ Ամեն ինչ հերթով կլինի, խոստացավ Փաշինյանը։ Միայն թե դուք նույնիսկ աղառն էլիս ՀԴՄ կտրոն պահանջեք։ Տեղյակ ենք, որ զենքեր է կառնում մեր հանրիկի անվտանգության համար։ Հնդկաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից շատ լավ է գովացանք է, բայց մեր հայրենական գիտությանը մոտերանքը նայում։ Ով ասում։ 17 թվից միջև մի գիտության ֆինանսավորումը ավելացել է 280%-ով։ Գիտնականների աշխատավարձը 21 թվից միջև 300-400%-ով աշխատավարձը։ Աշխատավարձ տվեք մեր արդյունքի համար, ինչու եք նստած։ Արդյունքի մի րոպե, սպասեք։ Հիմա արդյունքի համար ռազմարդյունաբերական համալիրը, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրը նախորդ 3 տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել։ Եվ առաջիկայում էլ եւ ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք, թե տեղական արտադրության ինչ զենքեր կա, որոնց մասին այդ ամեն ինչը գիտության ֆինանսավորման արդյունք։ Ծաղկաձորի Աղավնաձոր բնակավայրի ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը գործում է փետրվարից։ Տարածքը վերանորոգվել է, հագեցվել գույքով եւ տեխնիկայով։ 2 ամսվա ընթացքում շուրջ 600 այցելու է եղել, ավելին քան նախատեսվել էր։ Այստեղ երեխաների ու երիտասարդների ժամանցի հնարավորություններ են ստեղծվել։ Վարչապետը խաղերից մեկին մասնակցեց, մի քիչ էլ հուշեց։ Խաղացեք, ես նենացի։ Ինտելեկտուալ խաղեր, ընթերցանություն, մարզական խաղերի համատեղ դիտում։ Դուք Աղավնաձորից եք։ Ձեր կյանքում ինչ ա փոխել այս կենտրոնը։ Հա։ Լիքը լավ բաներ։ Օրինակ, խելաց ենք դառնում քեչ-քեչ։ առաջ էլ եք խելացի, բայց ավելի խելաց եք դառնում։ Բնակիչներն այստեղ ասացին, տարբեր խնդիրների լուծումը հնարավոր դարձնող ՀԴՄ կտրոն պահանջելու մշակույթը նոր է ձևավորվում, բայց հավելեցին, ժողովրդի ուշքի միտքը խաղաղությունն է։ Դա հենց հիմա ներկա է, պատասխանեց վարչապետը, սակայն դեռ նորածին է, պետք է խնամել։ Տասնամյակների թշնամանքը ինքը տասնամյակներ տևելու է հաղթահարելու համար, բայց կարևորը այս հիմքը դրված է, մենք արդեն ուղիղ 2 տարի է, ամիսը ապրիլ ամիսն է, 2 տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք։ Այս գյուղը 89 թվից, 90 թվից արդեն Շահումյանում ա եղել։ Մենք ջոգատ կազմած
փոքր գյուղ է, բայց մեծականակ ջոկատով մինչև 44 օրյա պատերազմ, մինչև Ղարաբաղի 23 թիվը ընդեղ եք եղել։ Մեր տեղը գիտես ընդեղ են եղել։ Մենք տեսած ենք, այս ամեն ինչը տեսած ենք, մեզ հիմա տենող մարդուն դա պետք է, չտենողը կարող է ուզի, բայց տենողը դա կյանքում չի ուզի։ Առավել եւս այդ պարագայում ես շնորհակալ եմ ձեզ ձեր դիրքորոշման ու ձեր ըմբռնման համար։ Բալահովիտում մանկապարտեզը ոչ թե նորոգվել է, այլ կառուցվել։ Հունվարից գործում է 60 երեխայի համար նախատեսված հաստատությունում հենց այդքան էլ սան կա։ Երկրորդ մանկապարտեզ նույնպես ծրագրվում է։ Այստեղ արդեն խոհանոց մտնելիս վարչապետին արտահակուստ առաջարկեցին։ Այս կարտոֆիլ կլպելու սարքն է, աշխատում է, նորմալ կլպում է։ Գերազանց։ Լավ, ահագին գործից ազատվել ենք, չէ՞։ Լավ եք երեխեք։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Ճիշտ է, զգացվում է, որ շատ լավ մանկապարտեզ է։ Շնորհավորում եմ ձեզ լավ մանկապարտեզի առիթով։ Ինչ պետք է ասենք փոքրիկներ։ Բա որ մանկապարտեզը չկար, դուք որտեղ եք աշխատում։ Չենք աշխատում։ Այո, աշխատատեղ է։ Նոր գյուղ բնակավայրում էլ նոր մանկապարտեզ է կառուցվել։ Մենք արդեն գիտենք, որ այս մահճակալները այդքան հարմար չեն։ Այլ մանկապարտեզներում դա խնդիր էին համարել։ Կփոխարինվեն ավելի հարմարավետներով։ Էս ինչ լավ մանկապարտեզ ունեք։ Հա որովհետև ձերն է, դրա համար լավն է, չէ՞։ Ճիշտ եք, ճիշտ եք։ Կոտայքի մարզում վարչապետի վերջին կանգառը Ձորախբյուրի վերանորոգված դպրոցն էր։ Մյուս դպրոցներից ծանոթ պատկերներով ու նաև որոշ նորություններով։ Էս ինչ է։ Սա աչքի լվացման կայանն է, անհրաժեշտության դեպքում եթե Ունենք բոլոր տեղերում։ մամուտովի հետ գնում, այստեղ բացում են։ Ինչի՞ համար ենք փորձերից հետո աչքեր լվացում։ Փորձերից հետո հնարավոր է անվտանգության ապահովման փթու կամ հիմք։ Աչքի լվացման կայան, սիրելի հայրենակիցներ։ Սենց բաներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Աննա Զախարյան, լուրեր։